Ոնց է դուք հարցեր ունեք մեզ։ Իրականում, այո, կապված հենց կրթության հետ մենք խոսեցինք, իմացանք, որ դուք հավաքել եք եւ ձեր նպատակն է ինտելեկտուալ էլիտա ձևավորել է նաեւ ու կենտրոնանալ է հենց դրա վրա, կրթության որակի։ Օրինակ հիմա ինձ շատ անհանգստացնում է մեր դպրոցների վիճակը։ Ես ինքս ունեմ 2 դպրոցահասակ քույրիկներ եւ ընկերներ, որոնց տեսնելով եւ հետևելով ինչա կատարում, ես շատ մտահոգվում եմ եւ տխրում եմ։ Ինչպես պետք է լուծենք, ինչ քայլեր եք դուք ձեռնարկում հենց այդ ոլորտում։ Շատ շնորհակալություն հարցի համար ու նաև որ այս խնդիրը ձեզ մտահոգում է, դա շատ կարևոր է իրականում։ Նայեք, կրթությունը մեր երիտասարդների համար մենք 3 առնվազն հիմնարար հարց ունենք ապահովելու։ Ապահով ապագա, ապահով երկիր, կրթություն եւ աշխատանք։ Ամենակարևորները որ պետք է։ Հիմա կրթության հարցը այսօր մեր դպրոցը, ավագ դպրոցը հատկապես 20 կտեղից ամբողջությամբ ձախողված է։ Դա սովորացնում է ինչպես չսովորել երեխաներին։ Երեխաները ավագ դպրոցից դուրս են մնում, չեն էլ սկի ուզում գնան սովորել, գնում են աշխատում են, կրթություն չեն ստանում բավարար, առարկաները կամ կրկնվում են կամ ընդհանրապես հետաքրքիր չեն։ Ուսուցիչները անգամ երեխեքին ասենք դասեր կա որ չեն էլ չի էլ նորմալ դասավանդում, այդ ուսուցիչն մեղավոր չի։ Դե առարկանա կրկնվում, չի լինում երեխային պահել ուժեղ, այսինքն կրթական process-ի մեջ եւ երեխան իրանք չեն ուզում։ Հիմա տեսեք մենք առաջինը ինչ ենք այստեղ նախատեսում 12-ից վերափոխել 9+2+1 համակարգ։ Սա ինչա նշանակում։ Պարտադիր կրթությունը դառնում է 9+2 11։ Սա նշանակում է որ 9+9 դառնում է պարտադիր նվազագույնը, հետո +2 այդ 2-ը +2-ը ավարտելուց հետո, որը հենց ավագ դպրոցն է ըստ էության ստացվում այսօրվա, բայց ամբողջությամբ փոխված, եւ դա ավարտող աշակերտը նաեւ միաժամանակ պարտադիր ստանում է միջին մասնագիտական կրթություն։ Օրինակ, վարսավիրական գործ, վեբ դիզայներ, չգիտեմ, սանտեխնիկ, զուգահեռ, միաժամանակ, այո, միաժամանակ 11-րդ տարին ավարտելուց հետո ժողովրդական լեզվով ասած ինչ որ մի փեշակել է ունենում արդեն ավարտելիս 12-րդ տարին արդեն դառնում է կամավոր այն աշակերտների համար, այն երեխաների, ովքեր ուզում են ընդունվել բուհ։ Այդտեղ ինչ է տեղի ունենում։ Դպրոցի ես ինքս ամբողջությամբ անցել եմ այդ համակարգի մեջով, տեսել եմ ինչպես է, երբ օրինակ սովորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կրթական ես 2005 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, ամերիկյան համալսարանում, նաև Ամերիկայում Հարվարդում մյուս համալսարաններում ինքս դասախոսություններ եմ կարդացել եւ այդ շատ զարգացած համակարգը կարևոր պետք է այնպես դպրոցը կառուցի, որ երեխան երբ արդեն գալիս է հասնում է բուհական տարիքի, ինքը արդեն նախապատրաստում, ինքն իրեն կրթում նախապատրաստում է բուհ ընդունվելու։ Տեսեք ինչ նկատի ունեմ։ Մեր մոտ հիմա ինչպես է, տարիների վեր հույսը ծնողի վրա է հիմնականում, ծնողները կարողացան դասատու գտնել, դասախոս, վճարը տալ, չէ, երեխան շանս ունի ընդունվելու։ Հիմնականում այդպես է։ Հələ մի հատ էլ չգիտենք, չէ, կընդունվի թե չէ, եթե այդ տարի չընդունվեց, փորձում են հերակա չեղավ, էդ էլ արդեն նեղված երեխան, դե չստացվեց, մյուս տարի էլ, ասենք, չեն ուզում տարի կորցնել, նորից էլի ծանրություն է ընկնում ծնողի վրա։ Մենք ինչ ենք առաջարկում, որ սկսած օրինակ 3-4 դասանից դպրոցը արդեն երեխային նախապատրաստում է բուհ ընդունվելուն։ Ինչ նկատի ունեմ, եւ երեխան միավորներով ինքն իրեն նախապատրաստում է դրան։ Օրինակ ամառային դպրոցներով, որը պարտավոր է դպրոցը բուհի հետ էլ նաեւ համագործակցված ապահովել։ Ուզում եմ մարդ ուզում է օրինակ բժիշկ դառնալ երեխան, չէ՞։ Ինքը տարբեր լաբորատորիաներում, օրինակ կարող է ինչ-որ կենսաբանական հետազոտություններին եւ այլն գնում, սկսում է ամառային դպրոց անցնել։ Կամ անում է հանրային աշխատանք հանրօգուտ, ոչ վճարովի, պրոբոնո աշխատանք հայտնի։ Եվ ինքը դրանով միավորներ է հավաքում։ Գնաց օրինակ մի տարի ամառային դպրոցում 2-3 շաբաթ սովորեց, միտեղ մեկ այլ տեղ պրակտիկա անցավ, օրինակ նույն այդ լաբորատորիա կամ ինչ-որ սեմինարի է գնում եւ այլն։ Եվ այդպես միավորները հավաքելով գալիս հասնում է բուհ ընդունվելու արդեն ժամանակ, CV-ն ինչպես ասում է, ինքը արդեն իր կառուցում է եւ պատրաստելնում դպրոց ներողություն բուհ ընդունվելու համար միավորներով։ Եվ այստեղ մի բան,
Այստեղ մենք ինչ ենք ունենում, նաև ամառային արձակուրդների ժամանակ արդյունավետ ենք օգտագործում երեխայի ժամանակ, ասենք ոչ թե 3 ամիս երեխան ազատ է ուղղակի, ծնողները եթե գնացին միտեղ հանգստանալու, կգնայի ծնողները ինքն է կհանգստանա, եթե չէ, ինչ անում, բակում է անցկացնում ժամանակը, չգիտեմ, հեռախոսի մեջ է անցկացնում ժամանակը եւ դառնում է ոչ արդյունավետ, այդ 3 ամսվա մեջ կտրվում է ամբողջությամբ կրթությունից, գիտելիք ստանալու այդ հնարավորությունից եւ ինչ նորից գնում է սեպտեմբերին դժվարություններով սկսում է։ Սենց նաեւ երեխան գործնական հմտություններ է ձեռք բերում, ոչ միայն գիտելիք, ինքը ձեռք է բերում գիտելիքը պրակտիկայում տեսնում է ոնց է կիրառվում։ Այդ դպրոցական տարիքի, որտեվ թեև, բայց կարևոր է, որ դու պրակտիկայում տեսնես ոնց է կիրառվում։ Օրինակ, այսօր մեր մոտ ոնց է, չէ՞, շատը նստածրած է գիտելիքի վրա։ Ինչու՞ կա, գիտելիքը կարևոր է, բայց եթե դու չիմացար այդ գիտելիքը ինչպես կիրառել, որտեղ կիրառել, եւ քեզ ինչ գիտելիք է պետք, որ դու կիրառես, այդ գիտելիքը հաճախ դառնում է անիմաստ։ Չէ՞, որտեղ դու կարող ես օրինակ իմանաս, ենթադրենք այս ծաղիկի մասին շատ գիտելիքներ, բայց դու չկարողանաս կիրառես, թե այս ծաղիկը օրինակ ոչ թե այս այգում, այլ այն մյուս այգում ինչպես աճեցնել։ Իսկ սա շատ կարևոր է։ Տեսեք, մենք եկանք երեխային նախապատրաստեցինք դեպի բուհ ընդունվելը։ Այդ կամավոր վերջին տարին ինչ է նշանակում, որ արդեն բուհը համագործակցում է դպրոցի հետ։ Պատվերներ կան նաև պետության այսպես ծրագրերի հիման վրա, թե ինչ մասնագետների կարիք ունի պետությունը, որքան եւ այլն։ Եվ այդպես բուհի ու դպրոցի հետ լինում է համագործակցություն, որպեսի բուհը նաև այն երեխեքը, որոնք եկել են վերջին տարին սովորում են, իրենց նախապատրաստի ընդունվեն բուհ։ Պահանջներն են ներկայացնում, գալիս են հատուկ ուսուցանողներ, օրինակ ես ինքս տեսել եմ ինչպես է դա աշխատում։ Բուհից հատուկ խմբեր են ուղարկում այդ համալսարանի աշխատողների, իրենք գնում են, դպրոցներով պատտվում են, հատուկ ծրագրով եւ երեխեքին կոնկրետ սովորացնում են, օրինակ ինչը պետք է բուհի համար, ինչպես այդ մի տարին կարողանա կապիտալիզմի եւ այլն։ Երբ արդեն երեխան ընդունվում է բուհում արդեն մենք պետք է փոխենք շատ սկզբունքներ։ Էլի նորից մեր բուհերը պետք է լինեն ոչ թե շրջանավարտներ բաց թողող հաստատություններ, ոնց որ այսօր է, չէ՞, ուղղակի շրջանավարտներ են բաց թողող, այլ որոշում կայացնողներ, երկրի ղեկավարներ, ապագա եւ այլն մասնագետներ, եւ մենք պետքա վերանանք այն, սա շատ արագ պետք է անենք, որ այն հոգեբանությունից, որ այսօր ուսանող ունի, քնություն ստանամ, զաչոց ստանամ, անցնեմ գնամ։ Այսօր դրա վրա է ամբողջությամբ։ Ես կիսամեկից կիսամեկ, ես քնությունները ստանամ, այն մյուս քնությունները ստանամ, վերջացրեցի, պլանը կատարած է։ Այդպես չպետք է լինի, այնտեղ էլ նույնպես պրակտիկան գիտելիքի հետ պետքա կապվի։ Նույն ձև էլի ամառային արձակուրդներին, բայց ուսման ժամանակ է։ Օրինակ պրոբոնո աշխատանքներ պետքա լինեն ուսանողի համար, դրա հիման վրա ժամերը պետք է հաշվարկվեն ու բուհը պետք է խրախուսի ուսանողին։ Սերտիֆիկատներ տա, չգիտեմ, այլն, որոնք շատ կարևոր են հետո գործատուի համար։ Օրինակ, եկեք վերցնենք այսպես այդ համալսարանները ինչպես են աշխատում։ Ընդունվում են, պատկերացրեք քաղաքական գիտությունների, լավ, իրավաբանությունը վերցնենք։ Իրավաբան ենք, երեխան ուզում է իրավաբան դառնա։ Ինչ ենք հաշվի առնում։ Որևէ փաստաբանական գրասենյակ գնացել է, պրակտիկ աշխատանքներ է արել, չգիտեմ, այնտեղ ինչ որ հաշվետվությունների կազմանն է մասնակցել, թարգմանել է միգուցե այլն, այդ ամբողջը գումարվում է եւ օրինակ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելիս դա հաշվի առնում է։ Այստեղ գիտեք ինչ փիլիսոփայության կարևոր, որ երեխան ինքն իրեն կերտի, ինքն իրեն նախապատրաստի, այսինքն եթե դու սենց գնալով հասնում ես այդ միջև բուհ ընդունվել, էլ արդեն քո ծնողին ստացվում է անելիք չի մնում այդ իմաստով։ Դու քո CV-ն կառուցել ես։ Գնացել ես օրինակ օրինակ մեր հիմնադրամ ժամանակին, երբ ես դեռ քաղաքական հայտը չէի ներկայացրել, Իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամ դպրոցական երեխաներ էին շատ գալիս։ Ինչ էին անում, մենք էինք նաև կազմակերպել, մասնակցում էին գերիների ազատ արձակման վերաբերյալ հաշվետվությունների կազմանը։ Արցախի էթնիկ զտումներից հետո հարցազրույցներ էին անում, մեզ հետ միասին մի փոքր նրանց տրեյն արեցինք, սովորեցրեցինք։ Դրանից հետո գնում էին մեր մի աշխատողի հետ միասին մեր տեղահանված արցախցիների տուն
օգնում էին, որպեսզի հարցազրույցները վերցնեն։ Հարցերն էին կազմում, հարցերն էին տալիս, սխագրում էին, հետո մենք իրենց սերտիֆիկատ էինք տալիս, հավաստագիր, որ նրանք մասնակցել են, ներկայացնում էին, օրինակ այդպես ունեցանք, ասենք, ընդունված ամերիկյան համալսարան, Ամերիկայում բուհ ընդունված, տեսեք, այսինքն սա համակարգը լրիվ փոխում է, եւ այդ փիլիսոփայությունը ամբողջությամբ փոխվում է։ Եվս մեկ բան ասեմ, որ հետո բուհ աշխատաշուկա կապն է արդեն գալիս։ Ինչպես դա ապահովենք։ Նախ բուհն էլ պետքա պրակտիկ գիտելիքի վրա նստածներ, շատ կարևոր է։ Ոչ թե գա 4-րդ կուրսի վերջում մի քանի ամիս պրակտիկայա, գնացին պրակտիկայի, հələ էլ բախտը բերեց, եթե եղավ պրակտիկայի վայրում նորմալ մարդ, կկազմակերպի պրակտիկան, իսկ հիմնականում են ինչա տեղի ունենում, ասում են դու գնա մի արի, ես քո վերջում քո բնութագիրը կգրեմ կտամ։ Այդտենց է չէ լինում, մեր երեխան էլ ուրախացած գնում է, որտեվ ազատ է, բան չունի անելու ասենք, չէ, բայց այդ արդյունքում ինչ եղավ, այդ երեխան պրակտիկ գիտելիք չունեցավ, այդ երեխան չհասկացավ ինչպես գիտելիքը կիրառել պրակտիկայում, օրինակ տեսեք իրավաբանների համար բերեմ, ես լինելով իրավաբան գիտնական, շատ միշտ զայրանում ենք, ջղայնանում ենք, որ մեր քննիչներ ունենք կամ ինչ-որ դատախազներ ունենք, ոչ բոլորը, բայց ունենք, որոնք անօրինականություններ են կատարում, մարդկանց ապօրինի կալանավորում են եւ այլն ներկայացնում են միջնորդություններ, բայց հետո հարց է առաջանում, այդ որտեղից են գնացել այդ մարդիկ դարձել այդպես մասնագետներ, որովհետեւ չեն ստացել գիտելիք պրակտիկ նման մեխանիզմ չի եղել, ու այսօր ով ընդունվում է իրավաբանական օրինակ կամ որևէ այլ տեղ, որևէ այլ մասնագիտության, շատերը ասում են դե լավ գնանք պրակտիկայում կսովորենք, չգիտեմ, այսինքն այս ամեն ինչի հոգ պետք է տանի պետությունը, որ այս ծրագրերը ներդրվեն բուհերում։ Իհարկե, սա ոնց որ շատ որ մենախոսությունից չստացվի, եթե էլի հարցեր ունեք, ուղղակի ուզեցա ամբողջական այս համակարգը բացատրել։ Իրականում այս համակարգը, որ դուք ներկայացրեցիք, կարելի է ասել, որ իմ երազանքների համակարգն է ներողություն, բայց ինչքանով եք դուք տեսնում դա հնարավոր, որովհետև թե ծնողների մեջ, թե ուսուցիչների մեջ, թե դպրոցներում, թե հասարակության մեջ, թե բուհերում, թե ուսանողների մեջ ու էլ ավելի այդպես որ բարձրանում, բոլորի մեջ արդեն նստած այն ինչ որ մենք հիմա ունենք։ Այսինքն այդ արագ փոփոխությունը կազմակերպելու ինչ մեթոդներ ու միջոցներ կան։ Տեսեք, ներեցեք ձեր անունը ինչ է։ Շահանե։ Շահանե ջան, նայեք, շատ լավ հարց եք տալիս, շատ լավ։ Միանշանակ հնարավոր է, 100% համոզված եմ հնարավոր է։ Տեսեք, դու երեխայի մեջ ես մտցնում մոտիվացիան։ Այստեղ ոչ թե շարժիչ ուժը դառնում է ծնողը, այս շարժիչ ուժը դառնում է երեխան։ Դու երեխային ցույց ես տալիս նաև, որ դու մի արդյունքի հասար, տես գնահատվեց, հիմա երկրորդ աստիճանը եկավ, ինքը կառուցում է աստիճաններով, բարձրանում է։ Դու պետք է երեխային ցույց տաս գնահատվեց իր աշխատանքը։ Մի հատ փոքր բան արեց, գնահատանքի մեխանիզմ, երկրորդը դու երեխայի մեջ մտցնում ես, որ դու կարող ես, որ կապ չունի քո ծնողը փող ունի, չունի, կապ չունի ծնողը որտեղ է աշխատում, դու ինքդ ես կարող դա անել։ Այս սա է կարևորը։ Ես այդ մեխանիզմով ինքս անցել եմ, որ դու զգում ես, որ դու կարող ես, կապ չունի ծնողը պետական ինչ-որ պաշտոնյա թե չէ, պետության հետ կապեր ունի, քաղաքական գործիչ ունի կապեր, չգիտեմ ինչ, արդար է ամեն ինչ։ Այսինքն, եթե դու ունես գիտելիք, ունես կարողություն, հասնելու ես դրան, իսկ դա ոնց ես տալիս մոտիվացիան գնահատելով երեխուն, որ ինքը իրանով արեց դա։ Այսօր շատ կարևոր է։ Այսօր շատ կարևոր է։ Այդ նենց ես դա նենց տեսնում եմ, որովհետև մեր երեխեքը իրոք շատ խելոք, խելացի, չեմ կարող են։ Դրա համար մենք ոչ թե ծնողին ենք ասում, ծնողները իրանք էլ են կարևոր, բայց երեխին է պետք է մոտիվացիան տալիս ինչքան հնարավոր է շուտ դա իրականացնել։ Որովհետև տեսեք, որ ասում եք երեխաներից սկսենք, այսինքն դուրս է գալիս, որ մի ամբողջ սերունդ դուրս է մնում այդ փուլից։ Հա, որովհետև կան արդեն դպրոցականներ, որոնք էս ավարտում են կամ, չգիտեմ, արդեն մեծ մասը անցել են այդ փուլի կամ ինստիտուտում նույնը։ Ու այսինքն եթե մենք սկսում ենք բուջուրներից, մեզ շատ մեծ ժամանակ է, չէ՞ պետք։ Տեսեք, Շահանե ջան, ես քանի որ ձեր հարցը դպրոցների հետ էր կապված, ես գնացի դպրոցից եկա։ Հիմա մենք բնականաբար ովքեր օրինակ բուհում են սովորում այս պահին, նրանց համար արդեն միանգամից սկսում ենք նրանց հետ կապված համակարգը փոխել, որը օրենքը նաև ազդում է անպայման։ Հա, օրինակ պրակտիկ հմտությունները սովորեցնելը։ Ասենք ամառային պետությունը պետքա կազմակերպի անպայման, սկսած նրանից, որ ֆինանսական միջոցներ հատուկ պետքա հատկացնի, հասարակական կազմակերպություններ կլինեն, գրանտային ծրագրերով կիրականացնեն, ինչի մենակ միջազգային կառույցների գրանտային ծրագրերով, թող դա է լինի, բայց պետությունը ինքը իր նպատակային ծրագրերով մի հատ ՀԿ-ի է տալիս, հիմնադրամի է տալիս, ինքը անձամբ անում,
կազմակերպումա ծրագրեր, թեմաներով կոնկրետ եւ երեխեքի համար կազմակերպումա այդ ամառային դպրոցներ կլինեն, պրակտիկ ինչ-որ տրեյնինգի կենտրոններ կլինեն, դրանց համար դասընթացներ։ Այդ երեխեքը սկսում են պրակտիկ հմտություններ ստանալ։ Եվ գնում են սկսում են կիրառել։ Օրինակ ես օրինակ բերեմ։ Իմ երբ դեռ նախորդ կիսամյակ, այս կիսամյակ ժամանակավոր դադար եմ տվել, բայց երբ դեռ դասախոսում էի, ինչ էինք անում։ Մեր ուսանողների հրավիրում էինք կամ ուսանողների խումբ էինք հավաքում եւ այդ ուսանող երեխեքին տրեյն էինք անում, օրինակ ինչպես դիմել եվրոպական դատարան, ինչպես գանգատներ ներկայացնել։ Ես անձամբ մեր գոլեգաները մի օր երկու օր տրեյն էինք անում երեխեքին, սովորացնում էինք, դրանից հետո իրանք ամբողջ օրը ոգևորված, մեզանից էլ ոգևորված, գալիս ամբողջ օրը դյումներն էին կազմում։ Հետո այդ երեխեքից նաև վերցնում էինք աշխատանքի։ Ինքը որտեղ որ գնում էր, կամ այդ երեխան եթե ավարտեց, սերտիֆիկատը ստանում էր, օրինակ գնում է մի հատ ուրիշ փաստաբանական գրասենյակ, ուրիշ տեղ, տեսեք աշխատանքի մոտիվացիան էլ է իր, այ դա պետք է յուրաքանչյուր փուլի վրա տարածվի, այսպես ասեմ։ Սա շատ կարևոր է։ Եվ մեկ հարց էլ կրթաթոշակների հետ կապված։ Առաջկային որոշ բուհերում կրթաթոշակներ, ոչ բոլոր, բայց մի քանի տարի առաջ դրանք էլ հանվեցին, ու եթե չեմ սխալվում, ընդամենը 2 բուհ կա, որի ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Կան նաև այս հարցը ներառված է ձեր ծրագրերի մեջ։ Այո, այստեղ պետությունը սկզբունքները պետքա փոխի։ Օրինակ, կան կառավարություններ, որոնք անգամ պետություններ, որոնք անգամ արտասահմանից սովորողների համար ամբողջական կրթաթոշակներ են նույնիսկ տալիս։ Եվ պետությունը մանավանդ իր քաղաքացիների համար պետք է անպայման դա ունենա։ Նախ ես ասեմ, որ մեր ծրագրի համաձայն պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար, պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար։ Իսկ մասնավոր բուհերում կամ վճարովի ծրագրերում պետք է գործեն ուսանողական վարկեր, ճկուն վարկեր։ Ինչա սա նշանակում, որ ուսանողը այդ 4 տարիների ընթացքում որ սովորում է, ինքը պարտավորություն չունի վճարելու վարձը, որի մեջ նաև հաշվարկվում է ապրելու ծախսերը։ Եթե օրինակ մարզից որևէ մարզ է գնացել սովորում կամ Երևանում է եկել եւ այլն, հետո աշխատանքային գործունեության ժամանակ վարկի վճարման պարտավորությունները առաջ է գալիս, ի վճարի։ Այստեղ ինչն է կարևոր ձեր ասածը, որ եթե ամեն դեպքում վճարովի ինչ-որ ծրագիր է, այդ երեխեն անգամ արտասահմանում սովորելու համար պետությունը պետք է ունենա հստակ, էլի կարող ինչ-որ հիմնադրամներով լինի կամ ինքը անի, այդ scholarship-երի գաղափարը, այո, որ ինքը գրանտային այդ ծրագրերը տան ուսանողներին եւ մրցույթի մասնակցելով ստանան։ Սա էլ նույնպես մեր, այսպես ասած, ծրագրերից է, որտեղ այդ աջակցությունը, բայց պետությունը կարող է պայման դնել։ Օրինակ, կարող ասի ենթադրենք, դու գնում ես, ես քեզ վճարում եմ, գնում ես արտասահման սովորելու, բայց դրանից 3 տարի հետո պայմանական, դրանից հետո 3 տարի կամ 4 տարի կամ պետք է Հայաստանի համար գործ անես, կամ պետք է հետ գաս Հայաստան։ Օրինակ ժամանակին կար շատ հիմնադրամ, լույս հիմնադրամ։ Ես նաև այդ հիմնադրամը ֆինանսավորել եմ, մի մասը երբ ես գնացել եմ Պենսիլվանիայի համալսարան սովորելու, մի մասը 50%-ը ֆինանսավորել է համալսարանը, 50%-ը այդ հիմնադրամը։ Օրինակ միշտ ես sense մեջս անհամաձայնություն կար, որ այդ հիմնադրամը չէր պահանջում մարդկանցից, ուսանողներից, շրջանավարտներից, որ հետ գան կամ որ Հայաստանի համար աշխատեն։ Ինքը շատ լավ հիմնադրամ է, բայց դա չկար այդ պահանջը։ Հիմա օրինակ ես կարծում եմ դա մենք պետքա անպայման նման մի բան ստեղծվի, բայց նաև այնց անենք, որ երեխեքը կամ հետ գան կամ շահագրգռվածն են, այսինքն Հայաստանի համար աշխատեն, այսպես ասած, էլի ծրագրեր անեն։ Սա ամենակարևոր քայլն է իմ կարծիքով, որովհետև գնում են դուրս, տեսնում են դրսի կյանքը ինչ լավ է, ամեն ինչ ինչքան հեշտ է տրվում թվացial ու մոռանում ենք մեր հայրենիքի մասին։ Բայց առաջնային պետք է այստեղ ծաղկենք ու այստեղ զարգանանք։ Շատ շնորհակալություն բան։ Հետո գիտեք ինչ են անում, ասենք շատերը արտասահմանում ընդունվելը դիտում են որպես միջոց երկրից գնալու համար, չէ՞։ Ասում են ծնողները, ասում են լավ է, երեխան ընդունվեց այս ինչ համալսարան, իր տեղը գտավ։ Այնտեղ էլ կապրի կմնա, կաշխատի։ Իսկ այդ երկրները տալիս են աշխատելու հնարավորություն, բայց այո, պետք է անենց անես, որ Դա կարևոր է։ Շատ ապրիկ։ ունեք ուրիշ հարցեր։